Եթե հիմա նայում ես այս հոլովակը, ուրեմն քո սրտին անհրաժեշտ էր իմանալ, որ դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ։ Դու պարտավոր չես զգացմունքներդ բացատրել բոլորին մանրամասնորեն, բացատրել թե ինչ է կատարվում քեզ հետ, բացատրել բոլորին հասկանալի լեզվով։ Դու պարտավոր չես լինել կենտրոնացած ու միշտ հասկանալի բոլորի համար։ Դու պարտավոր չես լինել ուժեղ, որպեսզի ուշադրության արժանանաս։ Դու կարող ես լինել նաև շփոթված ու երբեմն չհասկացված։ Դու կարող ես լինել հոգնած կամ մտազբաղ։ Դու կարող ես պարզապես չիմանալ, թե ինչ անել հաջորդիվ, ու կարող ես սխալվել։ Եվ պարտավոր չես արդարանալ, որ հիմա դժվար ընթացք ես ապրում։ Ոչինչ էլ պարտավոր չես բացատրել մարդկանց, որովհետև դու մարդ ես, ինչպես բոլորը։ Դու իրավունք ունես քեզ երբեմն թույլ զգալ, երբեմն լինել խոցելի, զայրանալ եւ առհասարակ զգալ այն ամենը, ինչը զգալ իբր չէր կարելի։ Ունենալ անկարողության զգացում, անզորության զգացում, չմնալ դրա մեջ, ոտքի կանգնել։ Բայց ամոթ չէ երբեմն զգալ քո սեփական անկարողությունը, եւ դա քեզ չի դարձնում վատը։ Ընդհակառակը, նման զգացողություններն են մեզ դարձնում մարդ եւ դասում ողջերի շարքին։ Խնդիրն այն է, որ մեզ միշտ սովորեցրել են, որ արժանավայել լինելու, հարգանք ունենալու համար պետք է լինել ուժեղ, միշտ կենտրոնացած եւ կատարյալ։ Եվ այդ դիմակը մենք պարտավորված կրել ենք երկար տարիներ։ Բայց ճշմարտությունն այն է, որ եթե կաս ու պայքարում ես, քո գոյությամբ էլ չես խանգարում այլոց, ուրեմն արդեն արժանավայել մարդ ես։ Նույնիսկ երբ լաց ես լինում, նույնիսկ երբ չգիտես ինչ անել, ուր գնալ, ում դիմել, ախր քո արժեքը նրանում չէ, թե որքանով ես հաղթահարում քո իսկ խնդիրներն ու ումից ես լավ, ումից ես վատ։ Դու արժեքավոր ես պարզապես նրա համար, որ գոյություն ունես։ Բավական է արժանանալ մարդկանց հավանությանը մարդկանց չափորոշիչներով ու կանոններով։ Պարզապես ապրիր ու վայելիր կյանքդ իր դժվարություններով, հաջողություններով։ Հանգիստ թող մարդկանց սպասելիքներն ու խոսքերը, թող իրենք տապակվեն իրենց հորինած իրականության մեջ, իսկ դու պարզապես շնչիր ու ապրիր քեզ համար։